Ողջույն սիրելի հայրենակիցներ, մի քանի շաբաթ կլինի չենք հանդիպել, հուսով եմ բոլորդ լավ եք։ Մեր եթերը վերադառնում է եւ այսօր կանդրադառնանք Հայաստանի պարլամենտում տեղի ունեցած հերթական սկանդալային պատմությանը։ Դրան անդրադառնում ենք, որովհետեւ դա մեր քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է։ Իհարկե, շոուի կենտրոնում դեռևս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ում հավասարակշռությունից հանել է ընդդիմադիր Քոչարյանամետ պատգամավորների հարցերը կոռուպցիայի վերաբերյալ։ Ճակատագրի ինչպիսի հեգնանք։ Կոռուպցիայի ու թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած Փաշինյանի կառավարությանն այսօր մեղադրում են ավելի մեծ կոռուպցիայի մեջ։ Դիտենք հատվածներ եւ կշարունակենք։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4.5 միլիարդ էր տրամադրել Fly Arnan ավիաընկերությունը ստեղծելու համար, Fly Arna կազմակերպությունը տապալվել է եւ հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ ուղղակի մսխվել է։ Դա էլ հերիք չէ, Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել եւ Air Arabian, որ մաս էր կազմում այս Fly Arna կազմակերպությանը, իրենց պնդմամբ եղել են որոշակի խոստումներ Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել եւ այդ հիմքով էլ Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է Եվրոպական միության ավիացիոն սև ցուցակում։ Նախ անկեղծ ես միևնույն է չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում։ Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։ Ես չգիտեմ արդեն որ երրորդ անգամ պետք է ասեմ, մի մեղադրյալ Քանի անգամ եմ ձեզ հարցրել, մի մեղադրյալ, եթե անիվի գործով չի ներգրավում այս գործի մեջ, հիմա դուք եկել ինչ եք ասում։ Ինչ կոռուպցիայի հետևից գնալ, ինչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով եւ այլն։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ, պարզ ասեք։ Հետո այդ հպարտանալու բանը, որ այսքան միլիարդով բերել եք, մոռանում եք 7 միլիարդ Պարտք ենք կուտակել միայն ձեր կառավարության ժամանակ ու երբ որ մատը ստանեմ ցույց տամ կոնկրետ ինչի վրա է գնացել չկա անընդհատ նորոգվող վերանորոգվող նույն ճանապարհը տարին 5 անգամ վերանորոգվում եք դրանից ավել ոչ մի ստրատեգիական նշանակության բան չի կառուցվել Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն որ մամուլի հոդվածներով գնայինք Հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղից պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս Հերիքա մամուլի բան անես Մամուլը ձեր մասին ինչա գրում Ինչա գրում ձեր մասին մամուլը Գրում է որ օտարերկրյա գործակալ եք 5-րդ անիվ եք ազդեցության գործակալ եք մամուլը Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք ներվերս էլ չուտեք Ասի վերենգի տեղը տասի ներվերս չուտես Գրեթե բոլորը մեդիայում կենտրոնացել են նրա վրա, թե ինչպես է պարլամենտի ամբիոնից խոսում պաշտոնի բերումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ կարևոր էր թե նա ինչ է ասում բովանդակային, այլ ոչ թե զուտ ձևի տեսանկյունից։ Ասելով, որ մամուլի հիման վրա եթե լիներ, ապա բոլորին պետք է ուղարկեին ԱԱԾ-ի պատվալ, նա փաստացի փորձ է անում մեզ բոլորիս տրամադրել հետևյալ մտայնությանը, որ իշխանության հասցեին մամուլում տարածվող կոռուպցիոն տեղեկությունները հիմնավոր չեն, կասկածելի են, քանի որ մամուլում ինչ ասես կարող են գրել։ Առաջին հայացքից տրամաբանական պնդում է, որովհետև դա իսկապես այդպես է, որ ով ինչ ասես կարող է գրել ու խոսել, բայց խորքում ինքնաբացառող ու վարկաբեկող պնդում է սա։ Նա ըստ էության ասում է, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին էլ ինչ ասես գրելու գրում են, եւ եթե դրանց վրա հիմնվեն, բոլորին պետք է տանեն ԱԱԾ եւ նստացնեն մի խոսքով։ Նա գիտակցելով, թե ոչ հավասարության նշան է փաստորեն դնում իր եւ նախկին իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքների միջև։ Ստացվում է, որ անգամ եթե մամուլում ապացույցներով հրապարակվի որևէ կոռուպցիոն սկանդալ Փաշինյանի կառավարության կամ պաշտոնյաների հետ կապված, ապա դրանք ի սկզբանե համարվում են ոչ հավաստի։ Փաստորեն դրանց չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ հավանաբար իրենց չուզողներն են դա տարածում, փորձելով իրենց վնասել վարկաբեկել։
Բայց գիտեք ինչն է абսուրդը։ Նման խորամանկ դիրքավորումն իրականում ունի խոցելի կողմ, որովհետև նա ըստ երևույթին մոռացել է, որ իր ոչ գիտակցական կյանքը եղել է հենց մամուլի աշխատող լրագրող խմբագիր։ Ըստ օդում կախված լուրերի, հիշում եք, նման խոսքեր միշտ տարածվում քաղաքական լեքսիկոնում, դա մի այնպիսի տերմին էր, որ հենց ինքն էր ամենաշատը մտցնում շրջանառության մեջ։ Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։ 1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները լայնորեն չարաշահել է անձնական հարստություն եւ ունեցված կուտակելու համար, այդպիսով դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Մասնավորապես, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանը Երևանի փոքր կենտրոնում գտնվող երկու նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ սրանից բացի փոքր կենտրոնում շուրջ 20 բնակարան ունի։ Ըստ այդ նույն օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում։ Հարգելի գործընկերներ, մի կախված մարդ ուզում է այսօր լավ օրվա մեր տրամադրությունը փչացնի, բայց ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն։ Եթե հարցով օդից կախված կմնա, պարոն Սահակյան, այդ ժամանակը ցույց կտա։ Նա փաստացի հենց մամուլի լուրերով է եկել իշխանության եւ այդ լուրերով էր ժողովրդին համոզում, որ նրան թալանել են իր իսկ իշխանությունները։ Դա անգամ մեր դարձել։ Նա այնքան էր մամուլին հղում անելով հոգնեցրել այն ժամանակվա իշխանավորներին, որ ժողովրդի սրտի օլիգարխներից Սամվել Ալեքսանյանն օրինակ մի օր չդիմացավ ու գաղտնիք բացահայտեց, վերհիշենք։ Ինքը ուզում է ցույց տա, որ ընդդիմությունը ինքը դրա համար է բան անում, թե չէ ինքը իրան բազուկը չի հետաքրքրում։ Ինքը մերետ է, պրոստը ուզում է ցույց տա, որ ինքը մերետ չի։ Իրան նպատակն է դա։ Ուրիշ նպատակ չունի։ Ոչ չունեմ։ Պարոն Ալեքսանյան, Դե ինքը ոնց է ասում օդից կախված լուրերով, ես էլ եմ ասում օդից կախված լուրերով ինքը մերետ է ասում։ Բայց ես մի բան կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է օդից կախված, որ ցույց տա ինքը մերետ չի, բայց մերետ է։ Դու իզուր իրան չճռի։ Քիա բանը թեման բռնել է օդից կախված, ես էլ ասում եմ Նիկոլ Փաշինյանը մտածում եմ, որ մերետ է ինքը, ուզում է ցույց տա, որ մերետ չի։ Ես էլ օդից կախված այդ եմ ասում։ Բայց կարող եք ապացուցել, որ ձեզ հետ է։ Կարում է ապացուցի դե։ Ինք կարում է ապացուցի, որ ես պատրաստի ումք եմ բերում, դե թողա ապացուցի ինքը։ Ինք կարում է ապացուցի։ Գոնե դուք գիտեք ձեր Չէ, հարց եմ տալ, ինքը կարում է ապացուցի, թողա ապացուցի ինքը։ Ինքը ասում է օդից կախված լուրերով։ Կան ընտրությունա, դեմներս ընտրությունա, Նիկոլ Փաշինյանը պետք է գա մեր համայնք։ Իար այդ ընտրություն անենք, դրան բար ինքը ուզում է ցույց տա, որ մերետ չի, ինքը մեր աղբերն է, ինքը մերետ է ինքը։ Համարում եք նրան։ Ստեղծվում է երկակի վիճակ։ Երբ Փաշինյանն էր ընդդիմադիր, նա կարող էր օդում կախված լուրերի հիման վրա Հայաստանի պաշտոնյաներին մեղադրել թալանի ու կոռուպցիայի մեջ։ Իսկ երբ նա այսօր վարչապետ է եւ իր այդ գործելավոճով, նույն գործելավոճով, այսօրվա ընդդիմադիրներն են արդեն հղում անում մամուլին, ապա դա չի կարելի։ Դրանք օրինվածքներ են, հերուրյանքներ, պետք չէ դրանց հավատալ, պետք է ապավինել դատական իշխանությանը։ Բայց վատն այն է, որ դատարաններն էլ ըստ Փաշինյանի ըստ էության լավ չեն աշխատում։ Իսկ ինքը դրա հետ որևէ կապ չունի, ինքն ու իր թիմը միանկաշար սուրբ մարդիկ են։ Ֆունդամենտալ պրոբլեմա, որովհետեւ այսինքն ես կասեմ, գիտեք ինչ մենք ասում ենք, ինչի է ուշանում արդարադատությունը ոչ այնքան ուշանում, որտեղ տեղ չի հասնում։ Ինքը անընդհատ process է, ինքը չի հանգուցալուծվում։ Ինքը գնում է, անընդհատ պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում։ Իմ ամենամեծ խնդիրն է, որ Հայաստանի մարդկանց 90%-ը կամ գուցե, չգիտեմ, տոկոս մի զգալի մասը չի հավատում, որ հենց այդպես էլ կա։ Այսինքն այն որ գործերը տարիներով ձգվում են, այն որ գործերով կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ եւ զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամեն ինչը ինձ հետ համաձայնեցված չի։ Ձգվել եւ այն պահը, երբ որ եկել է, որ պետքա դատավ
վճիռ կայացվի, որևէ դատավճիռ, որևէ, հասկանում եք, ես մեր գործընկերներին ասում եմ, ելքա պետք է այդ գործերին, ես չեմ, ես դատավոր չեմ, ես ինձ իրավունք էլ չեմ վերապահի, ասեմ այդ դատավճռի մեջ իրավունք վերապահեմ էլ ոչ մեկ դա չի անի։ Բայց գալիս է դատավճիռ կայացնելու պահը եւ դատավորն ասում է, գիտեք, իմ տարիքը լրացավ դատավորի, ես գնացի։ Հիմա գնացեք, այս գործը սկսեց գզրոյից, եւս 5 տարի այս գործը կքննեք։ Հենց ինքը մի մեսիայով բազմիցս մահացելու հարություն է առել։ Կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ եւ հարյուրավոր անգամներ հարություն եմ առել իմ մեռելոց, եթե կներեք, շատ բան չի, ինքնա տենց հիմա էլ չասեն, որ ես ինքս ինձ Աստված ասում եմ, բայց Ով եկել է հեղափոխելու ու կրթելու հայ ազգին, ամեն բան արել ու անում է օրինական, բայց այդ փչացած դատարանները մամուլն ու բնականաբար նախկին թալանչիները չեն թողնում, համահանում են։ Ինչ անի այդ մարդը, ով բռնապետ չի դառնալու Սերժի կամ Քոչարյանի նման, ոչ մի դեպքում դրա համար չեն արել հեղափոխություն։ Վարչապետը իրան պատասխանեց։ Մի բանա հիմա, ասենք, բռնենք ձեր, օրինակ, չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք, գցենք պատվալները եւ իրականացնենք բան։ Այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղղակի տանում գցում են, հա, մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասում։ Եթե օրենք խախտել, ապա միայն փողոց փակելով, ռադիոտուն գրոհելով, քացով, զանգվածային անկարգություններ անելով իշխանություն վերցնելու համար, այո, օրենք կարելի է նման դեպքում խախտել, իսկ այն մնացած հարցերում միայն օրենքը պետք է պահվի, մատով չկպնել հանկարծ Սերժին ու Քոչարյանին, ոչ միայն օրենքով ու քրիստոնեաբար։ Իդեպ շատ կարևոր է սիրելի ժողովուրդ հասկանալ, թե որն է մամուլը, որը ոչ։ Իհարկե մեդիայում, համացանցում ամեն մի կարծիք ու առանց հիմնավորման ապացույցների լուրերը, տեղեկությունները մամուլ չի կարելի համարել։ Հատկապես հիմա այս ինտերնետային դարում շարքային քաղաքացու համար դժվար է տարբերակել իրական լրատվությունը բամբասանքներից ու զրպարտությունից։ Պետք է հասկանալ, որ մամուլը առաջին հերթին փաստարկված, ապացուցված լուրեր ու վկայություններ են։ Ցանկացած ճշմարտախոս մեդիա ռեսուրս պետք է պատասխանատու դեմք ունենա։ Դուք պետք է հեշտությամբ գտնեք նրա խմբագրին ու հեղինակներին։ Այն պետք է ունենա իրական հասցե, հեռախոսահամար, ճանաչված լոգոտիպ ու անվանում, լրագրողական մեծ թիմ։ Իսկ սոցցանցերում վխտող ամեն մի անհայտ ձայնով ու մարդկանց գրած կարդացած լուրերը մամուլի հրապարակումներ չեն, սկսած Perfect TV-ներից վերջացրած անհայտ ծագումով տարբեր ռեսուրսներ։ Ես հիմա գովազ չեմ անում, ընդամենը օրինակներ եմ նշում, որ մամուլ ասելով պետք է հասկանալ օրինակ հետք AM լրատվականը, որի լրագրողները հետաքննող լրագրողներ են եւ այնտեղ նյութեր են հրապարակվում բացառապես ապացույցներով ու հիմնավորումներով որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապված։ Օրինակ հայտնի Անիֆի ֆոնդի եւ բազմաթիվ այլ կոռուպցիոն սկանդալների մասին ամենաշատը հենց նրանք են հրապարակումներ ունեցել։ Նման բացահայտումներ անում է օրինակ Civilnet AM-ը, որի հրապարակումներից հատկապես նեղվել էր Երևանի օրվա քաղաքապետը, ում անվան հետ էին կապված ընտանեկան բիզնեսի հետ կապված որոշ հրապարակումներ։ Կան այլ մեդիա ռեսուրսներ, բոլորը չթվարկեմ։ Սկզբում գոյություն ունի, եթե մամուլը զրպարտում է, ապա դժվարություն չկա պաշտոնապես հերքելու ու պահանջելու, որ հեռացնեն այդ հրապարակումներն ու ներողություն խնդրեն։ Դա կարելի է անել դատական կարգով, ու դա նորմալ պրակտիկա է։ Անգամ առանց դատական կարգի։ Բայց եթե մամուլի բացահայտումները մնում են անտեսված եւ նրանց օդի մեջ ուղակի սևացնում են վարկաբեկում, ինչպես Փաշինյանն է ԱԺ ամբիոնից ասում, որ ամեն մամուլի գրածի չպետք է հավատալ, ուրեմն իշխանությունը վախենալու եւ թաքցնելու բան ունի։ Հակառակ դեպքում խնդիր չպետք է ունենա թեկուս հերյուրանքն ու զրպարտությունը, ցանկացած նման լուրջ մեղադրանք հերքել տեղում առանց որևէ էմոցիաների։ Եթե ըստ Փաշինյանի Հայաստանում կա դատական իշխանություն, ապա իմանալ է պետք համաշխարհային քաղաքագիտական տեսությունից, սիրելի ժողովուրդ, որ մամուլը համարվում է չորրորդ իշխանություն ու պատահական չի համարվում, եւ նույնպես պետք է լինի ազատ ու անկախ։ Ազատ մամուլը շատ հաճախ ժողովրդավարական երկրներում ստիպում է, որ մնացած իշխանությունները դատական գործադիր օրենսդիր նորմալ աշխատեն։ Մամուլը միջնորդ է հանրության եւ իշխանության միջև։ Շատ հաճախ հետաքննող լրագրողները
ԱԱԾ-ի աշխատողներից բացահայտող այդպիսի քրեական հետաքննողներից որևէ ձևով չեն տարբերվում եւ դրա այդ իսկ պատճառով դառնում են խոցելի, շատ երկրներում հետապնդվում եւ սպանվում են։ Պետք է հասկանալ, մամուլը միջնորդ է հանրության եւ իշխանության միջև։ Երբ քաղաքացին բախվում է պաշտոնյաների անտարբերությանը, նրանց տեղից շարժել հնարավոր է հաճախ հենց միայն մամուլի միջոցով, մարդիկ այլ ելք չեն ունենում։ Եթե ապօրինություն անողը հատկապես հենց պաշտոնյա է, ով բազմաթիվ թելելով կարող է կապված լինել թե դատական, թե այլ համակարգերի հետ իշխանական տարբեր գործող անձանց հետ եւ ճզմել քաղաքացուն բառացիորեն լրացնելով նրան, ապա մամուլը կարող է այդ քաղաքացու խոսքը հասցնել լայն հանրությանը, հաճախ նրա անունը չտալով, ու դրանով պատասխանատվության կանչել կոռուպցիոներ տականքներին։ Եվ եթե կան հիմքեր ու ապացույցներ կոռուպցիայի, ապօրինությունների մասին, որոնք մամուլը հրապարակում է, ապա այո, դրանք պետք է քննության առարկա դառնան բոլոր իշխանությունների համար դատականից մինչև գործադիր ու էական չէ։ Այդ հրապարակումները վերաբերում են ՔՊԱ-ական իշխանությանը, թե նախկին իշխանություններին։ Բացարձակ էական չէ։ Կա ահազանգ եւ դա լուրջ է, պետք է գնալ դրա հետևից։ Բայց այսօր ոչ նախկին իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն են ըստ էության հասցեագրվում, ոչ էլ այսօրվա։ Եթե դրանք անհիմն են, հերքեք ու թեման փակեք, չի կարելի 7 տարի շարունակ անընդհատ խոսել դատական վեճերից, իսկ եթե կասկածները մնում են ու չեն հերքվում վերջնականորեն, ուրեմն հանրությունը վստահաբար իրավունք ունի մտածելու, որ կամ կան ստվերային գործարքներ, կամ փորձ է արվում թաքցնել արդեն բացահայտ հանցագործությունները։ Անհնար է 7 տարի գործեր քննել ու գլխավոր մեղադրյալների մեղքեր չապացուցել, ոչ էլ հերքել։ Դա ձեզ համար դարձել է հավերժ իշխանության մնալու մի ինդուլգենցիա, կարծես թե, որ մի 7 տարի էլ փորձում եք ստանալ դրա համար։ Հասարակ քաղաքացին իր պարտականությունը նույն օրը կամ սահմանված ժամանակում չանի, առանց աչու ձախ նայելու գործից կհեռացնեն։ Լրիվին անտարբեր, որ այդ մարդու ընտանիքը կարող է հայտնվել փողոցում, հայտնվեն չքավորության մեջ։ Բայց մի ամբողջ երկրի իշխանություն, ստանալով հսկայական գումարներ ու արտոնություններ, ապահով կյանք ու լծակներ, 7 տարի շարունակ, պարզագույն գործեր չի կարողանում ավարտին հասցնել եւ ժողովրդին վերջնական պատասխան տալ այսպես կոչված 30 տարվա թալանի հետ կապված։ Ուրեմն կա դրանում դիտավորություն ու պաշտոնեական պարտականությունների մեղմ ասած թերի կատարում։ Դրա համարով է պատասխան տալու։ Հետևաբար ինչպես կարելի է նման իրավիճակում նորից ժողովրդից ակնկալել մանդատ ստանալ եւ կրկին նրան խաբել։ Հիմա եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին նույն մամուլով 4 միլիարդ դոլար թալանելու մեջ, որը բյուջեից մի քանի անգամ ավել էր այն ժամանակ, որին հեղում անելով ժամանակին դատարանում Փաշինյանը նույնպես մեղադրում էր Քոչարյանին, ասելով ուղղակիորեն, որ մարտի 1-ն արեց Քոչարյանը ու այդ թալանը պահի, ու 7 տարի լինելով իշխանության դա չի ապացուցվել։ Ուրեմն Փաշինյանն ինքն է սխալ գործել, փաստորեն, որ մամուլի հիման վրա այսքան տարի Քոչարյանին մեղադրել է դրանում, կամ երևի թե կան այլ իրողություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Հարգարժան դատարան, խնդրում եմ ձեզ միջոցներ ձեռնարկեք բարձելու համար, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին 4 միլիարդ դոլարի կարողություն։ Շեղվում եք եւ առաջադրված մեղադրանքից եւ բողոքներից եւ դուք դրա համար պատասխանատու չեք կամ մեղադրանք արտահայտվեք, եթե ցանկանում եք մեղադրանքի շուրջ։ Շնորհակալություն, ինձ թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի գողացածի համար էլ ինձ կմեղադրի։ Շարունակեք միշել։ Բայց իսկ եթե ավելի շուտ հարգելի դատարան, ամբողջ խնդիրը ամբողջ այս քրեական գոտի իմաստն է նա, որ այն ամեն ինչից որ ինչ որ դուք գնահատում եք, որ իբր դա մեղադրանքի ծավալից դուրս է քրեական գործի հետ կապ չունի, հենց ուղղակի կապ ունի։ Հենց ուղղակի կապ ունի։ Այս ամբողջ պատմությունը հետևանք է այդ ամեն ինչի։ Այս ամբողջ պատմությունը 10 քաղաքացուն Հայաստանի Հանրապետության սպանել են, որպես այդ 4 միլիարդը չկորցնեն։ Այս ամբողջ քրեական գործի հարգելի մեղադրողներ, հարգելի դատարան, հարգելի իրավաբաններ, այս քրեական գործի էությունը էսա։ Մարդիկ քաղաքացիներին գնդակահարել են, ջարդել են, նրանց իրավունքները ոտնահարել են ինչի, որ իրենց թալանածը չկորցնեն, որ երկրում օրինականություն չհաստատվի, որ հիմա իմ տեղում իրանք չլինեն։ Եթե ըստ Փաշինյանի դատական իշխանությունն այսօր Հայաստանում անկախ է, ապա ի՞նչն է խանգարում ապացուցել կամ հերքել այդ մեղադրանքները, ինչը։ Փաշինյանը չի խանգարում, մենք, ես ու դուք չենք խանգարում։ Նախկինները իշխանություն չունեն, որ խանգարեն, հետևաբար ինչը։ Գլոբալ տաքացումը, ռուսական կայսրությունը, թե գուցե հայոց պատմության դասագրքերը, որ մեզ սխալ են մեր պատմությունը ներկայացնում։
Պատմական Հայաստանը, որ կայսրությունն է գրել այդ պատմությունը, գուցե Արարատ լեռը։ Թե այլ բան, հաճախ է, չէ՞ Փաշինյանը Հայաստանի դժբախտությունների պատճառները հիմնավորում պատմական ու գլոբալ տարբեր երևույթներով, դրա համար եմ դրանց մասին խոսում։ Նա այնքան է խճճվել, որ խոստովանում է. ժողովրդին ասելիք չունի այդ հարցերի հետ կապված ու ժողովրդի աչքերին չի կարողանում նայել։ Այլևս ասֆալտ, մանկապարտեզ այդ կախարդական թեմաներով չի լինում ժողովրդին ուշադրությունը շեղել։ Ես sense բան չեմ տեսել։ Այսքան խնդրեմ կա այս երկրում։ Այսքան խնդրեմ կա այս երկրում։ Ճանապարհ, չգիտեմ, դպրոց, մանկապարտեզ, թոշակ, գներ, լսեք որ գյուղ գնում մտնում եմ ես արդեն չեմ կարող։ Ասում են այդ Քոչարյանը խի ազատության մեջ, այդ Սերժ Սարգսյանը խի ազատության մեջ, դրանք խեն ազատության մեջ։ Ինձ արդեն, չգիտեմ, արդեն վախենում եմ գյուղ մտնում, ասում են կարող է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, ես այս շաբաթներով, շաբաթ կիրակի, ես չեմ հասկանում այս ֆենոմեն, ասում եմ Ժողովուրդ ջան, դե ասֆալտ են կարել, դե դպրոց են կառուցել, դե մանկապարտեզ, դե պրոբլեմ կա, այնտեղ ջուրը, այնտեղ անվորա կա, այն ասում են մի ծրի, Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ, չասեմ, չեն ասում Ռոբերտ Քոչարյանը, չեմ ասում ինչ են ասում, ասում են Սերժ Սարգսյանը ինչի է ազատության մեջ, այն մեկը ինչի այլ են անուններ տալիս։ Հիմա սրանք եկել են մեզ ասում են դուք բան յար գնացեք հանգստացեք մի հատ։ Այստեղ ահա հարց է առաջանում։ Այդ հեղափոխությունը ինչի մասին էր։ Իդեպ ինչ է հեղափոխությունը։ Հեղինակավոր Քեմբրիջի, Օքսֆորդի եւ բազմաթիվ իրավաբանական, քաղաքագիտական բառարաններում համաշխարհային կարող եք դուք ինքներդ որոնել ցանցում հեղափոխությունը հետեւյալ կերպ է սահմանվում։ Այն նշանակում է իշխանության ամբողջ քաղաքական, իրավական, սոցիալական համակարգի արմատական ռադիկալ փոփոխություն, հաճախ բռնի միջոցներով, բայց նման բան Հայաստանում տեղի չի ունեցել, ոչ բռնի, ոչ էլ ոչ բռնի։ Հեղափոխությունն իր էությամբ գործող իրավակարգը քանդելու եւ ժողովրդական վերեշխնդրությամբ, այո, արտադատական արդարադատություն իրականացնել է նշանակում։ Անգլիական, ֆրանսիական, ռուսական հեղափոխությունները հեղափոխություն էին, արյունոտ, քանի որ գլխատում էին թագավորներին, նրանց իրավակարգի հետ միասին փոխվում էր մի ամբողջ համակարգ։ Իսկ Թավշյա հեղափոխություն կոչվածը մի մոդայիկ տերմին է, որ փողոցում երկու պարով շվացնելով, զբոսանքներով, խորոված անելով ու թղթախաղ խաղալով պետական դրոշի վրա։ Իրականում դա բառախաղ է։ Հենց մեդիա փուչիկ մամուլի գրած ու մարդկանց համոզացորինված կայլաբանություն։ Իրականում հեղափոխությունը նշանակում է բռնությամբ արմատական փոփոխություն։ Եթե Սերժ Սարգսյանի գծած համակարգն ու օրենքները պահպանվել են, ու այդ օրենքներով ուզում են Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան դատել, ապա ինչ ուզում եք դրա անունը դրեք, բայց ոչ երբեք հեղափոխություն։ Թավլիցի, եթե հիմքեր ու ապացույցներ կան, դատեք ու նստացրեք ում ուզում եք, Քոչարյան կլինի Սերժ Սարգսյան թե որևէ մեկը։ Ես ինքս արդարադատության եւ օրինականության կողմնակից եմ ու միշտ եմ եղել։ Դեմ եմ բռնությանը, արենահեղությանը, հատկապես անմեղ մարդկանց հետ կապված։ Չեմ հարում քաղաքական որևէ ուժի ու ցանկություն չունեմ պաշտպանելու կամ անհիմն մեղադրելու որևէ մեկին։ Ուղղակի բառերն ու հասկացությունները, սիրելի ժողովուրդ, պետք է ճիշտ եւ իմաստով օգտագործել ու չխաբել ձեզ։ Շատ հաճախ այդ թյուրիմացությունները գալիս են տերմինների սխալ օգտագործումից, դրանք պետք է ճիշտ օգտագործել իրենց իսկական իմաստով։ Մեզ, սիրելի հայրենակիցներ, հետաքրքրում է սկզբունքն ու արժե համակարգը, որոնցով Հայաստանը կառավարվում է, դա է մեզ հուսում։ Եվ մենք նկատում ենք, որ փորձ է արվում մանիպուլացնել ու որոշակի արատավոր մոտեցում, այսպես պատկերացում արմատավորել հանրային գիտակցության մեջ, մոլորեցնելով իրականում նրան վերամբարձ բառերով ու խոստումներով։ Ստացվում է հետևյալը. կարելի է ապօրինություններ անել ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրել։ Անգամ այսպես կոչված հեղափոխությամբ դրան Հայաստանում անհնար է հասնել ըստ էության, քանի որ դա էլ էր հիմնված ստի ու կեղծ պնդումների վրա։ Եթե ոչ, ապա պետք է լինեն կոնկրետ արդյունքներ։ Մամուլը թեև համարվում է 4-րդ իշխանություն, բայց այն չունի իշխանական լծակներ պատասխանատվության կանչելու որևէ հանցագործի կամ մեղադրյալի։ Հետևաբար սխալ է մամուլին թիրախավորելու արժեզրկել։ Դա պատիվ չի բերում հատկապես նրանց, ովքեր մամուլից են սերված, ովքեր մամուլից լրագրողական ոլորտից են եկել քաղաքականություն։ Եթե գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները մեր երկրում իրենց տեղում չեն, ապա ով է դրա համար պատասխանատու։ Մամուլը։ Դա ծիծաղելի է։
Կարդանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այնտեղ գրված է բառացիորեն, որ դատավորները այս կամ այլ կերպ նշանակվում են ազգային ժողովի կողմից կամ առաջարկությամբ։ Իսկ ազգային ժողովում ով է մեծամասնություն։ Այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր ղեկավար Նիկոլ Փաշինյանով։ Հետևաբար քաղաքացիական պայմանագիրն իր ղեկավարով ուղիղ եւ անուղղակի պատասխանատվություն է կրում նաեւ դատավորների որակի համար, որքան էլ նրանք ըստ օրենքի անկախ են, քանի որ դատական իշխանությունը մեծամասամբ նշանակվում է փաստացի պարլամենտական մեծամասնության կողմից։ Ինչպես արդեն պարզ է դառնում, սիրելի բարեկամներ, փորձ է արվում ուղղակի ստեղծել մի մտայնություն, որ ԿՊԱ-ական իշխանությունն իր սիամական երկվորյակ նախկին իշխանությունների նման ցանկանում է հետագայում խուսափել պատասխանատվությունից։ Ինչպես ասում են, ես քո համար, դու իմ։ Հիմնավորումն էլ այն է, որ դատարաններն անկախ են, մենք կապ չունենք, իրավական երկիր է։ Բայց Հայաստանը նախ եւ առաջ խորհրդարանական հանրապետություն է, իսկ դրա գլխավոր իմաստն այն է, որ բոլորով պետք է պատասխան տան, ամբողջ քաղաքական թիմով։ Իսկ թեման ինչն է, ընդհանրապես պահանջը ինչի մասին է։ Ընդհանրապես շատ պարզ մեկ նախադասությամբ պատասխան տալ հետևյալ պարզ հարցին։ Թալանը եթե հետ է վերադարձվել։ Լսած կլինեք, միլիարդավոր դրամների մասին են խոսում, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ահագի մասը վերադարձվել է պետությանը եւ հարկերը գնում են պետություն։ Պետությունը ունի մասնաբաժին հսկայական եկամուտներ, որ մի ժամանակ գնում էին թալաչիների գրպանը։ Հիմա մեր երկրի թիվ 1 այդ գործարանի մունցած միլիարդավոր հարկերը, որով կարող են լուծվել բազմաթիվ կենսական խնդիրներ, թոշակ աշխատավարձներից մինչև բանակի վերազինում, ուղարկվել են ԱՆԻՖ-ի կոչվող ֆոնդ։ Ինչ որ կասկածելի ծրագրերի համար ազգային ավիափոխադրող ստեղծելու օրինակ։ Ու դրանք մսխվել են, անհետացել, չկա ոչ ազգային ավիափոխադրող, ոչ էլ այդ գումարները։ Փաշինյանն ինքն է խոստովանել մի անգամ հարց տալուց այդ պատասխանելուց, որ դա խայտառակություն է, բայց նա խուսափում է դա որակել որպես կոռուպցիա ու ժողովրդի փողերի կողոպուտ օրը ցերեկով։ Եվ հիմա տարիներ են անցել ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չի կրել, այդ հսկայական գումարների ճակատագիրն էլ անհայտ է։ Եվ այսօր գոնե պարլամենտի ամբիոնից պատասխան տրվի դրան։ Ասում են հոմամուլի ամեն գերացի վրա չենք հիմնվելու, իսկ հարց տվողներն էլ փաստորեն համբալ են։ Վարչապետը ընդդիմադիրներին համբալով դիմելուց հետո դեռ ներողություն չի խնդրել։ Սա ինչպես կարելի անվանել, սիրելի ժողովուրդ, ես չեմ դուք եք։ Մամուլը օդից չի հորինում նման բաները, փաստն է արձանագրել, որ ընդունվել է հենց Փաշինյանի կողմից, որ կա խնդիր այդտեղ։ Ասում են, թե բա նախքին գողերն եկել ու իրենց են մեղադրում։ Դե եթե գող են, դատեք ու նստացրեք, եթե գող չեն, ուրեմն պարտավոր եք ներողություն խնդրել զրպարտելու համար։ Հիմա ոչ նայեք անուն, ոչ մյուսը։ Բայց դուք հաշվետու եք ոչ թե նախքին ու նոր գողերի, այլ արդար քրտինքով, օրվա հացի փող վաստակող ու խելոք հարկերմուծող, որին դուք նույնիսկ հերոս եք ասում ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հետևաբար ում վրա եք մուննատ գալիս։ Սովորական մարդը ինչ պետք է մտածի այս բանավեճից։ Բնական է, որ սկսում է մտածել։ Սրանք միմյանց հետ ոնց որ թե կապված են։ Գուցե փայատեր են, մեկը մյուսին մեղադրում է գողության մեջ, բայց բոլորն էլ ազատ ապրում են, ունեն պաշտոններ, ունեցվածք, ամեն հաճույքից օգտվում են, ոչ մեկ չի նստում, եթե նստում է, կարճ ժամանակ անց դուրս է գալիս, արդարացվում ու վայելում գողացածը։ Իսկ ժողովուրդը ինչ, ժողովուրդը շարունակում է նույն կոպեկներով գոյությունը քարշ տալ, կորցնելով հայրենիքից տարածքներ, հույս ապագայի նկատմամբ եւ հավատ որևէ քաղաքական ու պետական պաշտոնյայի հանդեպ։ Հիմա գուցե այդ կեղծ հեղափոխությունից անցել է 7 տարի, նոր ընտրություններին, բայց մնացել են հաշված ամիսներ։ Սա էր այդ էմոցիաների պորտման գլխավոր պատճառը, գլխավոր տրամաբանությունը։ Եթե ուշադիր նայեք, դա անկեղծ զայրույթ չէր, դա արդեն սովորական ծեծված մարդկանց նյարդերի վրա նույնիսկ արդեն ազդող բեմադրություն էր ազգային ժողովում սեփական այն կիսագրագետ կամ անգրագետ ընտրազանգվածի համար, որին ինքն ու իր կինը ջանասիրաբար փորձում են կրթել, որպեսզի իրենց նորից ընտրեն։ Այն ընտրազանգվածի, ում հետաքրքիր է ոչ թե Հայաստան պետության զարգացումն ու գոյությունը, օրինականությունն ու արդարադատությունը, այլ որ տես ինչ հավեսով նախկինների պորտը տեղը դրեց։ Գուցե լավ էլ արեց, բայց դրանից իրեն, իր ընտանիքին, երկրին ու ժողովրդին ինչ օգուտ։ Ապե, այդ ոչ մեկ չգիտի։ Ոչ մեկ չգիտի։
Սա բացառապես նախընտրական տրամաբանություն ունի ու Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ շոուն շարունակվի։ Դա նրա հիմնական խաղաքարտն է նախընտրական։ Շոուն շարունակվում է, բայց այն արդեն դարձել է ձանձրալի անգամ շոուի սիրահարների համար։ Իսկ այդ շոուն հնարավոր է կանգնեցնել միայն դրան, այլևս չմասնակցելով։ Լավ մնացեք սիրելի բարեկամներ, շուտով նորից կհանդիպենք ու կքննարկենք բազմաթիվ այլ կարևոր թեմաներ, ներքին, արտաքին քաղաքական առայժմ։